Սյունիքի միակ ուղին 2020 թվականից հետո Սյունիքի միակ ուղին միջազգային քաղաքականությունում առանձին ինքնուրույն գործոն դառնալն է։ Ոմանց իմ գրածը թերևս դուր չգա, դա իրենց գործն է։ Ինձ համար Սյունիքի ապագան է ամենակարևորը։ Հայաստանն է եւ Ադրբեջանը, եթե անգամ տասնյակ խաղաղության պայմանագրեր ստորագրեն, միևնույնն է, քանի դեռ Սյունիքում ռուս զինվոր կա, Ալիևը Ադրբեջանը չի հրաժարվելու հարմար պահին մեղրին ուժով պոկելու գաղափարից։ Նախ Սյունիքից ռուս զինվորները պիտի հեռացվեն, քշվեն, հետո նաեւ ռուսական հանքային կլանը։ Ըստ միջազգային իրավունքի, հայ-ռուսական բոլոր ռազմական պայմանագրերը դադարել են գործելուց, ռուսական կողմը չի կատարել իր առանցքային պարտավորությունները։ 2020-ից հետո Սյունիքի մարզ այլևս չկա։ Հերիք այս հնացած խաղը խաղաք։ Սյունիքի անվտանգային ապագայի բանալիներն այլևս Երևանում չեն։ Հատկապես Սյունիքում սա վերջապես հասկացեք, ընդունեք։ Կապանի Սյունիքի ապագան տուրիզմ-մուրիզմը չէ, այլ ռազմաարդյունաբերական կենտրոն դառնալը, այդ հարուստ հանքերի գոնե 51%-ը համայնքային սեփականություն դարձնելով։ Իրանը Սյունիք չի կարող պաշտպանել, այդ քարոզին քիչ հավատացեք։ Սյունիքում ֆրանսիական եւ նման երկրների ռազմական ներկայություն, սա է զսպելու հակառակորդներին։ Սյունիքում պիտի Սյունիքի ազգային կոմիտե ստեղծվի, անունը կարևոր չէ։ Սյունիքը Սյունեցին այլևս իր անունից պիտի խոսի աշխարհի հետ։ Վարասյունի միջազգային իրավունքի մասնագետ վերլուծաբան։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկությունը, թե մարտի 17-ի գիշերը հայկական զինուժը դարձյալ խախտել է հրադադարը։ Նկատենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանը 4 անգամ տարածել է այդպիսի տեղեկություն, ինչին հաջորդել է Հայաստանի ՊՆ հերքումները։ Միաժամանակ պաշտպանության նախարարությունը նաև հիշեցրել է հրադադարի խախտումների մասին տեղեկությունների համատեղ հետաքննության մեխանիզմի մասին Երևանի առաջարկը, որ արվել է Բաքվին շատ վաղուց եւ առ այսօր մնացել անպատասխան։ Սակայն Հայաստանի պաշտպանության նախարարության հերթական հերքման մեջ ուշագրավ է այն, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու պարագայում։ Հայաստանի պաշտպանության նախարարության այդ ավելորդ պատրաստակամությունն արդյոք նշանակում է, որ Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունները առաջացնում են որոշակի լուրջ անհանգստություն։ Համենայն դեպս, իհարկե, հատուկ ուշադրության է արժանի, որ Բաքուն վերջին օրվա ընթացքում 4-րդ անգամ է տարածում այդպիսի ապատեղեկատվություն։ Դա էլ տեղի է ունենում այն հայտարարությունների фоնին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման առիթով հնչում են միջազգային գրեթե բոլոր դերակատարներից։ Բոլորը ողջունում են տեքստի համաձայնեցումը եւ բանակցության ավարտը եւ կարեւոր համարում դրա ստորագրումը, բայց Ադրբեջանը ստորագրման համար առաջ է քաշում հայտնի նախապայմանները։ Արդյոք հրադադարի խախտման մասին Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվական արշավի նպատակն է, այսպես ասած, հակադարձել խաղաղության պայմանագրի հնարավորինս արագ ստորագրման մասին հայտարարությունների մթնոլորտին, որպեսզի այդ մթնոլորտը չդառնա, այսպես ասած, որոշակիորեն գերակշռող եւ սկսի ճնշել Բաքվին։ Անշուշտ, խոսքը թերևս այն մասին չէ, որ Բաքվից պահանջում են արագ ստորագրում, իսկ նա փորձում է դիմադրել, քանի որ չի ցանկանում ստորագրել։ Պատկերը եւ իրերի դրությունը թերևս շատ ավելի բարդ եւ շերտավոր է, քան ստորագրել չստորագրելը։ Միջազգային բուրըն արձագանքը վկայում է այն մասին, որ հայ-ադրբեջանական գործընթացում, այսպես ասած, նոր հանգրվանի արձանագրումը տեղավորվում է թերևս միջազգային նոր իրավիճակի շրջանակում, որ ծավալվում է Թրամփի պաշտոնամուտից եւ մասնավորապես Թրամփ-Պուտին երկխոսության մեկնարկից հետո։ Իսկ դա նշանակում է քաղաքական սակարկումների նոր շրջափուլ, որտեղ փորձում են դիրքավորվել բոլորը։ Ադրբեջանն էլ ըստ ամենայնի փորձում է իր դիրքավորման խնդրի լուծմանը ծառայեցնել հրադադարի խախտման վերաբերյալ ապատեղեկատվական արշավը։ Սա իհարկե գուցե դրա միակ նպատակը կամ մոտիվը չէ, սակայն գուցե առանցքայինն է այս փուլում։ Նյութի աղբյուր, Առաջին AM։ Խոսելով աշխարհաքաղաքական փոփոխությունների մասին, մենք պետք է ավելի ստույգ լինենք։ Վաշինգտոնում նոր վարչակազմի, նոր քաղաքականության հետ կապված փոփոխությունները եւս մեկ անգամ ցույց են տալիս Սպիտակ տանն ընդունվող որոշումներից ամբողջ աշխարհի կախվածությունը։ Անցած շաբաթ Евronewс-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Մարտի 15-ին Կրեմլի մամուլի ծառայությունը բավական արտարոց հաղորդագրություն է տարածել, ըստ որի Ռուսաստանի, Բելարուսի եւ Տաջիկստանի առաջնորդներ Պուտինը, Լուկաշենկոն
Լուկաշենկոն եւ Ռահմոնը հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, պայմանավորվել, որ կհանդիպեն մայիսի 9-ին Մոսկվայում։ Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիևը մինչ այդ վերջին հեռախոսազրույցն ունեցել են անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին Բաքու Գրոզնի չվերթի մարդատար օդանավի աղետի հետ կապված հարցերի շուրջ։ Մարտի 15-ին Բելարուսի եւ Տաջիկստանի նախագահները Պուտինի եւ Ալիևի միջև շփումները վերականգնելու միջնորդ են հանդիսացել, թե նա նպատակահարմար է գտել, որ հաշտությունը կայանա վկաների ներկայությամբ։ Սկզբունքորեն այնքան էլ կարևոր չէ, եթե նկատի ունենանք, որ մայիսի 9-ին Ռուսաստանի մայրաքաղաք է մեկնելու նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման առթիվ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան պատրաստ է կողմերին աջակցել, որպեսզի վերջնականացնեն գործընթացը։ Այս համատեքստում ուշագրավ է, որ մարտի 16-ին Բաքու է մեկնել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, որ վերջերս այցելել էր նաև Թուրքիա եւ Ռեջեփ Թայիպ Էրդողանին փոխանցել Վլադիմիր Պուտինի բանավոր ուղերձը։ Ենթադրվում է, որ Պուտին-Ալիև վերջնական հաշտություն չի կայացել եւ Մատվիենկոն Ալիևին նույնպես Պուտինից ուղերձ ունի փոխանցելու։ Մատվիենկոյի Բաքու այցին զուգահեռ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը մեկ օրվա ընթացքում 4 անգամ ապատեղեկատվություն տարածեց, որ սահմանի հարավ-արևելյան ուղղությամբ հայկական կողմը հրաձգային զինատեսակներից գնդակոծել է ադրբեջանական բանակի դիրքերը։ Առաջին տպավորություն է, որ Ալիևը Մատվիենկոյի այցից ոգևորված է, բայց եթե նա աշխարհաքաղաքական փոփոխությունները գնահատում է այնպես, որ աշխարհը կախված է Սպիտակ տանն ընդունվող որոշումներից, ապա բացառված չէ, որ սահմանային լարվածության քարոզչությունը Մոսկվային դեմ դեմարշ է։ Այն առումով, որ հայ-ադրբեջանական պայմանագիրը վերջնականացնելու գործընթացում Մոսկվայի աջակցությունը Բաքվի կողմից պահանջված չէ։ Ալիևը Թրամփի վարչակազմի հետ գործընկերային հարաբերությունների վերականգնման գերխնդիր ունի։ Վաշինգտոնի ուղղությամբ ճեղքման հասնելու համար գործի է դրել Իսրայելի, նրա միջոցով ԱՄՆ հրեական լոբբիի հետ սերտ կապերը։ Ու թեև ռուս-ամերիկյան հարաբերությունների վերըմբռնման այս փուլում նրա քայլերը սկզբունքորեն չպետք է զայրացնեն Մոսկվային, բայց նախ Ուկրաինայի հարցում ռուս-ամերիկյան համաձայնություն դեռ չի էլ ուրվագծվել։ Երկրորդ, Ռուսաստանին պետք է Կիևի դեմ այնպիսի հաղթանակ, որ նրան հետխորհրդային տարածքում ճանաչված պահնորդություն կերաշխավորի։ Ահա այս ոչ միանշանակ իրավիճակում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը սոցցանցային գրառում է կատարել եւ հրապարակայնացրել, որ անցյալ շաբաթ կապվել է Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հաջիևի հետ եւ նրան ասել, որ Միացյալ Նահանգներն ուրախ է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը մեծ քայլ են կատարել եւ համաձայնեցրել են խաղաղության պայմանագիրը։ Հաջիևին ասացի, որ պահն է վերջնականացնել պայմանագիրը, ազատ արձակել ձերբակալվածներին եւ տարածաշրջանը դարձնել ավելի անվտանգ եւ բարգավաճ, գրել էր Ուոլցը։ Եթե սա Հարավային Կովկասի վերաբերյալ Թրամփի վարչակազմի ընդունած այն որոշումն է, նաև որին ըստ Իլհամ Ալիևի սպասում է ամբողջ աշխարհը, ապա տրամաբանական է թվում, որ նա արտգործնախարար Բայրամովին պետք է հանձնարարի հայ գործընկեր Միրզոյանի հետ պայմանագրի ստորագրման տեղի եւ վայրի շուրջ անհապաղ բանակցություններ սկսել։ Բայց Մատվիենկոյի Բաքու այցը կարծես շատ արագ կազմակերպվել է, որպեսզի նա Վլադիմիր Պուտինից Իլհամ Ալիևին շատ կարևոր ուղերձ փոխանցի։ Կարելի է ենթադրել, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը Մոսկվայում կստորագրվի արդեն մայիսի 9-ին։ Մեծ քաղաքականության առումով այդ ժամկետը պայմանագիրը վերջնականացնելու պահն է ասվածի շրջանակներում տեղավորվում է։ Եթե իհարկե Մայք Ուոլցի ուղերձի բուն իմաստն այն է եղել, որ Վաշինգտոնում Հարավային Կովկասի ստատուս քվոյի վերաբերյալ նոր որոշումների ակնկալիք Ալիևը չպետք է ունենա։ Ադրբեջանի սահմանադրության իմաստով Ռուսաստանը օկուպանտ երկիր է, իսկ եթե նոր իրավիճակում, երբ արդեն օգնության ոչ մի կարիք չունի, Վլադիմիր Պուտինը նրան այդ մասին կհիշեցնի, նյութի աղբյուր Առաջին AM։